Եթե մենք չենք հավատում Քրիստոսի հարությանն, ապա ամեն ինչ ունայն է։ Եթե Քրիստոս հարություն չի առել, ապա նաև մարդկության գոյության իմաստը չկա, ասում են հոգևոր հայրերը։ Պատմության մեջ տեղի ունեցած մեծագույն հրաշքը Քրիստոսի հարությունը հազարավոր հայորդիների է բերում Մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Այսօրը համընդհանուր ուրախության եւ վերածննդի տոն է։ Հավատավոր ժողովուրդը մայրտաճարում մասնակցում է հայրապետական պատարագի, ստանում նորին սրբության պատգամը եւ եւս մեկ անգամ հայրապետի շուրթերից լսում Քրիստոս հարյավ իմեռելոց կենարար ավետիսը։ Ցնծություն աստեղ կատարվում, պետքա լինել, որ զգալ այդ ինչա, պետքա ներկա լինել վեհափառի պատարագին։ Մենք շատ սենց վերանորոգված, նորոգված, սենց սուրբ հոգով լցված վերադառնում ենք մեր տները, ավետիսը տալու մեր տնեցիներին, մեր հայրենակիցներին եւ բոլորին։ Այսօրվա օրը մի պայծառ, լուսավոր, աստվածաշնոր եւ Աստծո կողմից նվիրված հայ ազգին օր էր այսօր հոգիակս։ Փառահեղ պատարագ, փառահեղ ամբողջ ազգը կարծես լսվել էր Մայրաթոր։ Եվ երեկ, եւ այսօր։ Ամեն անգամ Մայրաթոր Սուրբ Էջմիածին գալիս, հուզվում եմ, որովհետեւ տեսնում եմ ինչքան շատ հայեր են գալիս, նաեւ օտարերկրացիներ, շատ հուզիչ է եւ այսօրվա տոնը հատկապես վեհափառն է պատարագում եւ ընտանիքիս հետ միշտ գալիս եմ, տեսնում եմ շատ բազում հայերի, հուսամ, որ մեր երկրի գլխից բոլոր ամպերը կհեռանան եւ նորից բարձուլալ երկինք կլինի եւ դա հնարավոր է միայն ողջ հայ ազգի համախմբման, միասնականության միջոցով։ Հիսուսը մեզ համար խաչվեց մեր մեղքերի համար, որ մենք էլ ունենանք փրկության հնարավորություն, դա մեզ համար մեծ կարևոր բան է, որ մենք չենք կարա չգնահատենք, Աստված իր որդուն զոհեց, կարելի ասել մեզ համար, դա անհնար է չգնահատելը որպես քրիստոնյա։ Քրիստոսը խաչվեց մեզ համար, թող մարդիկ բարիանան, չարը նրանց միջից դուրս գա, աղոթեն մեկը մյուսի համար, ցանկանան ամենալավը դիմացինին, որ Աստված տասնապատիկը իրենց տա։ Հարության տոնը շատ խորը իմաստ պարունակող տոն է, որի շրջանակում մենք կարող ենք ոչ միայն սիրել, սովորել, այլև նույնը սովորեցնել մեր երեխաներին, փոխանցելով նրանց մեր հոգևոր արժեքներն ու ավանդույթները։ Որպես մարդ, ով երկար ժամանակ կտրված է եղել իր արմատներից եւ մեծացել է օտարության մեջ, կարող եմ ասել, որ հենց եկեղեցական տոներն են սուրբ ծնունդն ու հարությունը, որ ինձ օգնեցին չկորցնել իմ ազգային ինքնությունը։ Դրանց շնորհիվ ես կարողացա վերադառնալ հայրենիք եւ լինել մայր եկեղեցու մաս։ Այսօր էլ այդ նույն արժեքները կարողանում եմ փոխանցել իմ երեխաներին որպես անխզելի շղթա։ Ավակ շաբաթը իր մեծ խորհրդով բերեց հանգեցրեց մեզ այսօրվան, որ շաբաթ երեկոյան բոլորս ջրաքալույսով գնացինք դեպի մեր տները, նշելու կարմիր հագիտները ներկած մեր թորներին, տան անդամներին փոխանցելու այն խորհուրդը, որի ժառանգել ենք մենք մեր տատիկներից։ Մեր այս փոթորկալից օրերին, երբ խռովված են ոչ միայն հայրենի հասարակական ազգային կյանքը, այլ առհասարակ մեր բովանդակ հոգևոր գոյությունը, Սուրբ Հարության տոնը եւս մի կարևոր հիշեցում է, որ հարություն հնարավոր է, բայց գիտեք չկա ճշմարիտ հավատ այդ հարության հանդեպ, եթե չկա զղջում, եթե չկա ապաշխարում եւ այս օրերին հատկապես, այս տարիներին հատկապես հարության տոնին մեր համեստ հավատացյալներից, մեղավոր հավատացյալներից մաղթանքն է առ Աստված, որ հայ ազգը որպես քրիստոնեությունը առաջինը ճշմարտապես եւ ազգայնորեն հավաքականորեն ընդունած ազգ իրոք արժանի լինի բոլոր առումներով հարության խորհրդին, դրա եւ բուն եկեղեցական կրոնական իմաստով եւ նաեւ առհասարակ մեր ազգային հասարակական կյանքի վերածնունդի իմաստով։